Ողջույն սիրելի հետևորդներ, ձեզ հետ կրկին համեղ փաթեթիկն է իր հերթական նոր բաղադրատոմսով։ Տրենդից հետ չմնալով միասին պատրաստելու ենք հեշտացված տարբերակով տիրամիսու, այսպես կոչված ճապոնական տիրամիսու, չգիտեմ ինչու են այդպես կոչել։ Մեզ դրա համար անհրաժեշտ է պրոտեինային կոկտեյլ, գաղտնի բաղադրիչ, հունական յոգուրտ, ձու, վանիլին, լուծվող սուրճ և անհրաժեշտ պարագաներ։ Դե ինչ գնացինք առաջ, ինչպես տեսակ, ես օգտագործելու եմ բալանսավորված սննդամթերք կրկին Herbalife ընկերության կոկտեյլ և մնացածը։ Դե սկսեցինք, կոտրում եմ ձուն, և հարում։ Ավելացնում եմ կոկտեյլ, պրոտեինային, վանիլային համով, վանիլին, գիտեք առանց վանիլինի չեմ կարող, և սա աստիճանաբար զգուշորեն լցնում եմ հարած ձվի մեջ։ Եկեք ամեն դեպքում մաղենք, չմեղանալ խմորը։ Երբ որ մաղում ես, թթվածնով հագենում է, այսպես խմորը և ավելի։ Հիմա շատ զգուշորեն այսպես դարձնում ենք համասեր։ Վերցնում ենք հարմար ֆորմա, և սա են վերցրել, և խմորը լցնում ենք այս պարկի մեջ։ Ահա, այսպես տեղավորեցի հերոշակեղենային պարկի մեջ։ Օպլա, այս ընց էլ ալինում։ Չստացվող ոչինչ չկա, կարևորը ցանկությունն է։ Ու այս ընց մինի սավոյարդիներ ենք պատրաստում, սավոյարդի։ Խնդրեմ ինձ ստացվեց, ուղարկում եմ 160 աստիճան նախապես տաքացված ջեռոցը։ Անցավ ընդամենը 6-7 րոպե և թխվեցին։ Մինչև կհովանան պեչենյաները, պատրաստում ենք լուծվող սուրճը։ Ավելացնում եմ գաղտնի բաղադրիչը, բայց ամենավին գաղտնի չի։ Սա Herbalife ընկերության Nightworks-ն է, քաղցրության համար եմ անում, որ շատ դառը չլինի մեր տիրամիսուն։ Առնում եմ, մինչև լուծվի ամբողջը։ Դուք պատկերացնում եք ինչքան կարևոր են մեր բաղադրիչները, ինչ են տալու մեր օրգանիզմին։ Նախ բջջային մակարդակով կերակրում են, տալիս են հագեցվածություն, որովհետև սպիտակուցային են։ Այս որ լցրեցի սուրճի մեջ, դա անոթների համար է շատ լավ և իդեպ Նոբելյան դափնեկրի ստեղծած մթերք է, ով աշխատում է մեր ընկերության հետ, Herbalife-ի հետ։ Ավելացրեցի յոգուրտը, հունական յոգուրտ,
որը իր մեջ քաղցրություն չունի, կան յոգուրտներ հենց ունական, որ քաղցր են։ Դրա համար ես նայքով ավելացրեցի, որ քաղցրությունը ապահովեմ։ Նայեք։ Այսպես։ Եվ հիմա կսկսեմ հավաքել տիրամիսուն, որովհետև արդեն հովացել են այս փոքրիկ սավոյարդիները։ Հիշեցի, որ կարելի է կոնյակ էլ ավելացնել ու հիմա մի թեյի գթալ կոնյակ կավելացնեմ։ 3, 2, 1 Վերջ, ոնց հասկացաք, չենք թրջում սուրճի մեջ, այլ միանգամից խառնում ենք իրար, ավելի հեշտ։ Դե ինչ, սկսում ենք հավաքել, այսպես լցնենք մի մասը։ Շարել։ Փորձենք մի քիչ կանոնավորել։ Ես հասկացա, որ կարելի է երկու չափաբաժին անել թխված կաբլիկները, թեև այսպես էլ վատ չի։ Մնաց վրան կակաոն ցանենք։ Սա դեռ այսպես և մնաց կակաոն ցանենք։ Դե ինչ կասեք, սա էլ մեր արագ պատրաստվող պրոտեինային տիրամիսու։ Եվ այս հրաշքը համեղ փաթեթիկից ուղարկում ենք զարնարան, որպեսզի կայունանա սառի 6 ժամ։ Եղեք առողջ, սնվեք բալանսավորված, մի մոռացեք ձեր առողջության մասին։ Մինչ նոր հանդիպում։